Քննչական կոմիտեն հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպի գործով պաշտոնից ազատվեց Երևան քաղաքի կենտրոն եւ Նորք մարզվարչական շրջանների քննչական երկրորդ բաժնի պետ Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Դավիթ Կիրակոսյանը։ Հարմնուր լրատվականը հայտնել էր, որ նա Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի քրոջ որդին է։ Աղմկահարույց միջադեպի գործով աշխատանքից ազատվել էր նաեւ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոկոխյանի որդին։ Վերջիններս քննում էին Փաշինյանի հետ 18-ամյա Դավիթի միջադեպի գործը։ Հիշեցնենք, որ Կիրակի օրը մարտի 28-ին եկեղեցու տարածքում Նիկոլ Փաշինյանի հետ տեղ ունեցած միջադեպից հետո իրավապահ մարմինները ձերբակալել էին երկու երիտասարդ եղբայրների եւ ազատամարտիկի։ Քննիչներն այցելել էին երիտասարդների բնակարան իրականացնելու քննչական գործողություններ եւ խուզարկություն։ Իհարկե, նրանց տնից որևէ արգելված կամ գործի համար նշանակալի առարկա չէին հայտնաբերել։ Եղբայրներից մեկը Դավիթ Մինասյանը այս պահին կալանավորված է, գործով նախաքննությունը քննչական կոմիտեում շարունակվում է եւ նկատեցինք աղմկահարույց միջադեպից հետո երկու քննչական կոմիտեի աշխատակիցներ լքեցին պաշտոնը, որոնցից մեկը նախկին պաշտոնյայի քրոջ որդին է։